Այս դեպքում շատ հեշտ կարելի է հղիանալ արդեն իսկ բնական ճանապարհով։ Պոլիկիստոզ ձվարանային համախտանիշը իրենից ներկայացնում է մի իրավիճակ, երբ առկա են ձվարաններում բազմաթիվ ֆոլիկուլներ, որոնք նորմայում լինում են 8-ից 11, այս դեպքում կրկնակի եռակի անգամ շատ կարող են լինել։ Կլինիկական կամ բիոքիմիական հիպերանդրոգենեմիա, դա երբ որ արյան մեջ կամ արտաքինից կա հիպերանդրոգենեմիայի նշաններ, մազակալում, ակնե եւ նմանատիպ սիմպտոմներ, ինչպես նաեւ օվուլյացիայի բացակայություն կամ քիչ քանակով օվուլյացիա, տարվա կտրվածքով։ Եթե վերը նշված կրիտերիաներից գոնե երկուսը առկա են, դրանք կոչվում են ռոտերդամյան կրիտերիաներ, ապա հաստատվում է պոլիկիստոզ ձվարանային համախտանիշը։ Արդեն պոլիկիստոզ ձվարանային համախտանիշի բուժումը կախված է նրանից, թե ինչ նպատակ ենք մենք հետապնդում։ Եթե նպատակը ցիկլի կարգավորումն է, ապա առաջին ընտրության դեղորայք որպես կանոն գալիս են հակաբեղմնավորիչները եւ կարգավորվում է ցիկլը։ Իսկ եթե նպատակը արդեն հղիանալն է, ապա հատուկ դեղորայքների միջոցով, սովորաբար դեղահաբերի միջոցով, եթե կա կարիք նաև ներարկումային պրեպարատների միջոցով կատարվում է ձվարանների խթանում եւ եթե չկա ուղեկցող արական գործոն, այս դեպքում շատ հեշտ կարելի է հղիանալ արդեն իսկ բնական ճանապարհով։ Հիշեք, որ պոլիկիստոզ ձվարանային համախտանիշը դատավճիռ չի հանդիսանում եւ միակ բուժումը արտամարմնային բեղմնավորումը չէ։ Ինչպես արդեն ասացի, ձվարանների խթանման միջոցով կարելի է հասնել հղիության հաստատման շատ հեշտ ճանապարհով։